երկերը Դուք ապրեք առողջ ու երջանիկ Արդյունքով թող չարացվեն աչքերը Այս կյանքում երբեմն դժվարին Կլինեն մեծերը ձեր կողքին Այս կյանքում երբեմն դժվարին Կլինեն մեծերը ձեր կողքին Yes, that's
Մայր, կամյաս, կազայն երջանկությունը, բրված իր
աշխատես, որ գինու գիրքը դու սիրով բացես, որ ոչ թե միայն մայրդ քեզ կողի, այն ամբողջ դպրոցը քո մասին խոսի, ասեն, թե ինչքան խելացի ես դու, բայց պետք է ճանաչես ու ազնիվ լինես, որ մեր դպրոցին արժանի լինես, քեզ կողի նույնիսկ մեր տնօրենը հպարտություն է և նաև պատիվ Տիկին Հովհաննիսյանի սիրուն ու ողքի արժանանալը։ Գիտես, Սանի, մեր դպրոցում բոլոր սաներն են սիրված ու շրջապատված ջերմությամբ։ Ես վստահ եմ, դու էլ ես արժանանալու բոլորի ուշադրությանը և ամենակարևորը հենց առաջին օրվանից քեզ կնկատեն բոլոր ուսուցիչները և դու կզգաս, թե որքան կարևոր է լինել դպրոցի մեծ ընտանիքի փոքրիկ, բայց կարևոր անդամը։ Գիտես, Սանի, մեր դպրոցի բոլոր ուսուցիչները միշտ նկատում են հենց քեզ նման օրհուր, խելացի և սիրուն փոքրիկների, վստահ քայլիր մեզ հետ և ժպտա, ամեն ինչ լավ է լինելու։
Հարգելի ծնողներ, բերում է 21-րդ դարի համարձակ, ինքնահստակ, բազմաշնորհ սերունդը։ Տարի տարվա վրա զգացվում է, թե ինչքան առաջընթաց կա մեր երեխաների բարքի, գիտելիքների շնորհքի մեջ։ Իհարկե հայրիկներ, դուք երազնիով մոնորակում եք մեր բաժինը։ Հայրենի բարի մեջ, հայրենիքի հոգի մեջ, դուք եք, ձեր նկարագիրներ, ձեր դիմակիցներ, ձեր էություններ։ Իմ խորի շնորհակալությունը բերում եղած մեր փոքրիկներին, որ այսպիսի լավ ուրախ օր նվիրեցին մեզ։ Եվ իմ խորի շնորհակալությունը տնօրինության մանկավարժական կոլեկտիվի անունից դասվար Իվեր Ադամյանին, իր նվիրումի, իր սիրով, իր ջերմությամբ այս երեխաներին համարձակ դարձնելու, գիտելիքներով զինելու, առաջին քայլերը նրանց ուղղորդելու համար։ Իմ շնորհակալությունը նաև այն մանկավարժներին, այն ուսուցիչներին, ովքեր մի ամբողջ տարի աշխատեցին այս երեխաների հետ, ովքեր հիմա դիտում են այդ աշխատանքի արդյունքը։ Նաև այն ծնողներին, ովքեր եղան մեր դասվարի կողքին, այն պարուսույցին մեր համեցեք, ով ջան չխնայեց երեխաներին, երեխաներին հաղորդելու իր պարավեստի տարերը։ Նաև խորի շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս միջոցառումը այսքան բարձր մակարդակով մատուցեցին մեզ։ Սիրելի ուսուցիչներ, ծնողներ և բոլոր նրանց, ովքեր կազմակերպեցին, երաժշտական մասը ապահովեցին, ձևավորում ապահովեցին, այսինքն բոլորի աշխատանքը մենք գնահատում ենք և ուզում ենք, որ ամեն տարի մեր դպրոցը էլ ավելի անվանի լինի, անունով լինի իր սաներով, իր սիրո մոլորակում տեղ գտնել բարությունը, հարգանքը մեծի նկատմամբ, հարգանքը ուսուցչի հանդեպ, ընկերասիրությունը, ազնվությունը և թող մեր շուրթերից միայն հնչեն Հայաստան, հայրենիք, սեր, բարերը և միայն ազնվությամբ, և միայն պարկեշտությամբ, և միայն աշխատասիրությամբ ու նվիրումով մենք մեր հայրենիքը առաջ կտանենք։ Հայրենիքը կանգնեն նվիրալներով, ազնիվ մարդկանցով և թող այս մոլորակում երբեք պատերազմներ չլինեն, աշխարհի բոլոր ծագերում հենց այսօրվանից մարեն բոլոր պատերազմների ջահերը։ Շնորհակալություն։ Վստահ եմ, որ բոլոր ներկաները իրենց հիացմունքի և հուզմունքի միախառնումից կողոպտում այսպես սեղմված զգացողություն ունեն։ Ուզում եմ կարճ խոսել, անկեղծ ասած հիացած այդ փոքրիկների այսքան մասում լինելով։ Առաջին դասարան, այբերարանի հանդես և այսքան կազմակերպված, այսքան միասնական, այսքան
վարպետություն։ Ես ուզում եմ, որ ձեր սիրո մոլորակը անվերջ, անխափան պտտվի ձեր կենսատու արեգակի շուրջ, ձեր շուրջ, Տիկին Ադամյան ջան, մեր դահլիճի բարձր ծափահարություն փոքրիկների պատվին է։ Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև ունենք այսպիսի ուսուցչուհի, այսպիսի սաներ։ Մեր շատ սիրելի առաջին դասարանցիներ։ Դուք նշեցիք ձեր խոսքում, որ Տիկին Հովհաննիսյանի սիրո և ջերմությանը պիտի արժանանա։ Վստահաբար ասում եմ, Տիկին Հովհաննիսյանը մեծ սեր, մեծ ջերմություն, հիացած հայացքներ ու ժպիտներ է փոխանցում ձեզ։ Դուք զգում եք, չէ՞ այդ ջերմությունը։ Ձեր սրտիկներում, ապրելու։ Թող ձեր պտույտն ու երթը անխափան լինեն։ Եվ մեր հայրենիքը այսպիսի սերունդներ շատ ունենա։ Երբ արևը ջերմացնում է շողում, իսկ մայրիկը քեզ զրկում է թափում, չկա սահման և տանկության, երբ դարձել ես դու գերի բարության, կարևորը որ լինենք մենք միշտ երջանիկ, մանկությունը մեր լինի պայծառ գեղեցիկ, մենք լուսավոր ենք, արտասովոր ենք, միշտ շփթուն ու գեղեցիկ, սիրտը մեր խաղաղություն է երգում, մեր հոգին ճախտում է բաց երկնքում, չկա սահման խաղաղության, երբ երկնքում ափերն են քեզ օրորան, երբ արևը ջերմացնում է հեռվում, իսկ մայրիկը քեզ զրկում է թափում, չկա սահման և տանկության, երբ դարձել ես դու գերի բարության, կարևորը որ լինենք մենք միշտ երջանիկ, մանկությունը մեր լինի պայծառ գեղեցիկ, մենք լուսավոր ենք, արտասովոր ենք, միշտ շփթուն ու գեղեցիկ, կարևորը որ լինենք մենք միշտ երջանիկ, մանկությունը մեր լինի պայծառ գեղեցիկ, մենք լուսավոր ենք, արտասովոր ենք, միշտ շփթուն ու գեղեցիկ, մենք լուսավոր ենք, արտասովոր ենք, միշտ շփթուն ու գեղեցիկ։ Սիրելի երեխաներ, շնորհավորում եմ այսօրվա Այվենարանի հանդեսի կապակցությամբ։ Հրաշալի ելույթ է, շնորհավորում եմ Հայոց այբուբերն ավարտելու կապակցությամբ և մաղթում ձեզ հետագայում նորանոր հաջողություններ և հասնեք մեծ բարձունքների ձեր կյանքում, հատկապես կրթության ոլորտում։ Սովորեք գրագետ եղեք, լավ սովորեք, որպեսզի արժանի զավակը լինեք ձեր հայրենի երկրի, մեր հայոց աշխարհի արժանի զավակները լինեք։ Այսօր յուրաքանչյուրիդ տրվում է պատվոգիր, այսինքն դուք այսօր այնքան լավ ներկայացաք, որ արժանացաք պատվոգրերի յուրաքանչյուր։ Եվ այս պատվոգիրը ինչի մասին է, այն, որ հաղթահարել է իր կյանքի առաջին դպրոցական տարին սովորել գրել, կարդալ ու հաշվել։ Բարի երթ քեզ սիրելի փոքրիկ, բոլորիդ եմ հղում այս խոսքը, առանցին չեմ կարդա յուրաքանչյուրինը կարդա։ Դե ժպտա, որ ողջ աշխարհը քեզ հետ ժպտա, թե քեզ հետ ընկերանա այն երկար կմնա